Եթերում Ռուսարմինֆոյի ցերեկային թողարկումն է, տաղավարում Աննա Շլեպչյանն է, բարի օր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին սպասում են բոլոր անդամներին, այդ թվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Ճեպազրույցի ընթացքում նա հերքել է 300,000 ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու հարցի քննարկումը, նման լուրերը որակելով էժան քաղաքական շահարկումներ։ Փաշինյանը նաև հավելել է, որ այս փուլում Բաքվի հետ չի քննարկվում նաև Արցախի հայերի վերադարձի թեման, իրավիճակը չսրելու նպատակով։ Անդրադառնալով Արցախում հայկական եկեղեցիների ավերմանը, կառավարության ղեկավարը հարցը դիտարկել է փոխադարձության պրիզմայով, որպես օրինակ բերելով Արցվաշենի հնարավոր վերադարձի սցենարը։ Արցվաշենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, եւ ես ասել եմ նաեւ Խորհրդային Միության Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Ես ուզում եմ մենք մոդելավորենք այսպիսի մի իրավիճակ, ասենք այն պահը, երբ որ սահմանազատման արդյունքում Արցվաշենը վերադառնում է Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո, եւ մենք գնում ենք տեսնում, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, ասենք 2016 թվականին, մեր ռեակցիան ինչ պետք է մենք անենք։ Եվ օրինակ այդ մզկիթի տարածքի հետ կապված օրինակ Հայաստանի քաղաքացիներ կան, ովքեր բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են գիտեք ինձ այս հողը մերն է եղել եւ այլն եւ այսպես շարունակ եւ ամենատարբեր հարցեր։ Մենք ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք մենք։ Այդ թվում կարող է լինել նաեւ այդպիսի որոշում։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը, որով փորձ է արվում արդարացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր մշակութային ժառանգության ոչնչացումը, մասնավորապես Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակավերումը։ Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը չի կարող արդարացվել որևէ քաղաքական, վարչական կամ կեղծ իրավական ձևակերպմամբ։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիները ապօրինի շինություն որակելը մերժելի է եւ այդ պատճառաբանությամբ սրբավայրերը կործանելը, հողին հավասարեցնելը կրոնական ու մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային սկզբունքների բացահայտ ոտնահարում է եւ մշակութային եղեռնագործություն, նշված է հայտարարությունում։ Բացահայտ անհիմն եւ ստահոդ է Կովկասի մուսուլմանների վարչության մեղադրանքը հայոց եկեղեցու հասցեին Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ։ Խաղաղությունը խոչընդոտվում է պատմական ճշմարտության կեղծմամբ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարմամբ, Արցախի հայկական ժառանգության յուրացմամբ եւ հայկական հետքի հետեւողական վերացմամբ։ Հայաստանում գործող ավելի քան 20 հասարակական կազմակերպություններ դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային, կոչ անելով նպաստել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակմանը։ Բաց նամակում, որը հրապարակվել է Եվրոպական քաղաքական համայնքի եւ Հայաստան Եվրամիություն գագաթնաժողովների նախաշեմին, նշվում է, որ 19 հայ գերիների ազատ արձակումը մնում է առանցքային մարդասիրական հարց եւ պետք է դառնա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի կարևոր տարր։ Դիմումի հեղինակները շեշտել են, որ Ադրբեջանի խաղաղության մասին հայտարարությունները չեն կարող ընկալվել որպես վստահության արժանի, քանի դեռ հայ գերիները մնում են բանտարկության մեջ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է պատճառները, թե ինչու Հայաստանում չկար հեղուկ գազ։ Առաջինը Իրանի շուրջ դրությունն է, երկրորդը վերին լարսն էր։ Նրա խոսքով վերին լարսն արդեն բաց է եւ վերջին օրերին հեղուկ գազ ներկրող տասնյակ բեռնատար ավտոմեքենաներ են Հայաստան հասնել եւ շարունակում են գալ։ Ըստ Պապոյանի ուրբաթ շաբաթ օրերին խնդիրը կկարգավորվի։ Անդրադառնալով Ադրբեջանից Հայաստան երկաթուղով հեղուկ գազ ներկրող հնարավորությանը, որի մասին ինքը խոսում է հունվարից, Պապոյանն ասել է, որ հարավ-կովկասյան երկաթուղին հսկայական ներդրումներ պետք է աներ եւ անում է, որպեսզի այդ երկաթուղով Ադրբեջանից բեռներ տեղափոխվեն։ Հիշեցնեմ, որ վերջին օրերին Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ էր առաջացել եւ վայդ վառելիքի գները կտրուկ բարձրացել էին, հասնելով 300 դրամ։ Անկեղծ նշան մակնշման համակարգը Ռոսպոտրեբնաձորի հանձնարարությամբ արգելափակել է Հայաստանից ներմուծված ջերմուկ հանքային ջրի եւս մեկ խոշոր խմբականակի, ավելի քան 1 միլիոն շշի վաճառքը։ Որոշումն ընդունվել է ստուգման արդյունքներով, նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ։ Ավելի վաղ Ռուսաստանում կասեցվել էր ավելի քան 338,000 շշի վաճառքը։ Դադարեցվել էր ջերմուկի առանձին խմբականակների ներմուծումն ու շրջանառությունը հիդրոկարբոնատի պարունակության գերազանցման պատճառով։ Դեռ նախորդ կասեցումից հետո Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել էր, որ Ռուսաստանի պատկան մարմիններից ջերմուկի որակի վերաբերյալ բողոք չի ստացել։
Ձերբակալվել են ուժեղ Հայաստան կուսակցության Երևանյան գրասենյակի 3 ներկայացուցիչներ, հայտնում են հայկական լրատվամիջոցները հղումանելով կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանին։ Նրա խոսքով կուսակցության անդամների եւ աջակիցների նկատմամբ իշխանությունների սանձազերծած հետապնդումների գործընթացը սկսվել է դեռ մի քանի շաբաթ առաջ։ Ինչ վերաբերում է տարածվող ձայնագրություններին, ապա դրանցում խոսքը ընտրողներին կաշառք տալու մասին չէ։ Նա շեշտել է, որ բոլոր այդ ձայնագրություններում մարդիկ խոսում են աշխատավարձի մասին եւ իրավապահները փորձում են օրինական աշխատավարձը ներկայացնել որպես նյութական խրախուսում։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Լուրերին հետևեք Ռուսարմինֆոյի միջոցով։